Օլիմպիադանում մրցումային թեժ մթնոլորտ է։ Գագիկ Ծառուկյանի գավաթ լողի ավանդական մրցաշարը համախմբել է տարբեր մարզադպրոցների ուժեղագույն պատանի մարզիկներին։ Մրցաշարը լավ հարթակ է ոչ միայն վարպետությունը կատարելագործելու, այլև նոր տաղանդներ բացահայտելու համար։ Ես այնքան ուրախ եմ, որ պարոն Ծառուկյանը իր օլիմպիական բազայում ունի ձևի լողավազան։ Ես միշտ ասել եմ եւ նորից կրկնում եմ, որ այս մրցաշարերը, որ կատարվում են, ավելի շատ պետք է լինի այս մրցաշարեր։ Ունենք լավ ուսումնալից երեխեք, որոնք ցույց են տալիս հիմի բարձր արդյունքներ։ Մարզիկները մրցում են տարիքային երկու խմբում 4 մրցաձևում՝ ազատ ոչ, թիկնալող, բրաս եւ բատերֆլայ։ Մինչև 13 տարեկան աղջիկների պայքարում ընդհանուր միավորներով մրցաշարի գավաթակիր է դառնում Մելանիա Ադյանը։ Տղաների մրցակցությունում տպավորիչ արդյունքով հաղթում է Նեպտուն մարզահամալիրը ներկայացնող Ալեքսանդր Պետրոսյանը։ 11 տարեկան աղջիկների մրցակցությունում էլ հավասարը ունի օլիմպիադանի սան Մելանիա Գունկոն։ Երեխաների համար բավականին սպասելի մրցում է, կարելի ասել տվյալ տարիքային խմբերում ամենասպասված մրցումներն է, որովհետև երկար տարիներ երեխաները գավաթ նվաճելու հնարավորություն չունեին, այսինքն գավաթ էր խաղարկվում միայն մեծահասակների համար, իսկ հիմա հենց կոնկրետ գավաթ է խաղարկվում, ինչը շատ սպասելի է դարձնում այս մրցումները։ Օլիմպիադան ունի իր հավաքական թմերը ըստ տարիքային, այսինքն մենք ունենք երիտասարդ թմեր, որոնք որ ամեն տարի համալրվում է։ Մրցունքի արդյունքներում, եթե մրցաշարը լավ է անցկացնում մարզիկը, ունենում է լավ ժամանակ, ինքը արդեն անցնում է անվճար հավաքականի կազմում է, լրիվ անվճար հիմունքով է մարզվում։ Մրցաշարում լրացվում է նաև սպորտի վարպետի նորմա։ Դավիթ Համբարձումյանի մարզադպրոցի սան 14-ամյա Գոր Խեչումյանը նորմատիվը լրացնելուց բացի դարձավ մրցաշարի գավաթակիր։ Ես նպատակներ ունեմ հասնել միջազգային լողի, լողալ Եվրոպայում, օլիմպիական մրցումների ժամանակ։ Օլիմպիադանում երեխաների համար միջոցառումներ կլինեն նաև այլ մարզաձևերից։ Ուժեղագույնները հանդես կգան հանրապետական եւ միջազգային մրցաշարերում։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։